Ողջույն, Limenews.am կայքի հարգարժան այցելուններ։ Ինչպես եւ խոստացել էի, այսօր ուղիղ ժամը 7-ին մենք Էդգար Ղազարյանի հետ քննարկելու ենք այս անցած շաբաթը եւ քանի որ անցած շաբաթվա ընթացքում բավականին դեպքեր են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս, բայց ամենակարևորը համարենք այն սրբապղծությունից հետո, որ արեցին Հովանավանքում հետագա գործողությունները, որ կատարեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հանկարծ թռավ ոչ ավել ոչ պակաս Փարիզ։ Հիմա պեդոֆիլիայի զոհ Մակրոնի մոտ։ Թե ինչ նպատակով էր Նիկոլը մեկնել պեդոֆիլիայի զոհ Մակրոնի մոտ, մենք կարող ենք բացահայտել շատ պարզ դիտարկումով։ Ես երեք արդեն մեր հեռուստադիտողին ասեցի հետևյալը, որ ամսի 28-ին Բրյուսել, Բելգիա, Բրյուսել, ոնց ուզում եք հասկացեք, Մակրոնի թամադայությամբ, հիմա Ֆրանսիայի թամադայությամբ տեղի է ունեցել ուրեմն ոչ կառավարական կազմակերպությունների Ֆրանսիայի առաջերտին, Բելգիայի եւ Ադրբեջանի այսպես կոչված ոչ կառավարական կազմակերպությունների համաժողով, որտեղ հրավիրված են եղել հանրաճանաչ իրավաբաններ, պատմաբաններ, քաղաքագետներ եւ որտեղ քննարկվել է հետեւյալ հարցը. թե ինչպես պետք է ուրեմն արևմտյան Ադրբեջանի բնակիչները վերադառնան արևմտյան Ադրբեջանի իրենց պատմական տարածքները։ Ես ասում եմ այն, ինչ քննարկվել է այդ օրը ամսի 28-ին, հոկտեմբերի 28-ին, 3 օր առաջ, ուրեմն Բելգիա, Բրյուսել, Ֆրանսիայի թամադայությամբ կազմակերպվել է ուրեմն այս միջոցառումը։ Այն Ֆրանսիայի, որին հայ ժողովուրդը համարում է իրան ամենահավատարիմ, ամենամտերիմ, ամենաբարեկամական երկիրը եւ այն պեդոֆիլիայի զոհ Մակրոնի, որը պարտադրեց կամ ստիպեց կամ ընդհանուր ծրագրի իրականացման ճանապարհին Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրեց Արցախը Ադրբեջանին հանձնելու հայտնի փաստաթուղթը։ Իմիջիալոց այդ ես անգլերեն է գրած այդ կազմակերպությունը ֆրանսիական ուրեմն Cap Freedom of Conscience, ինչ որ մի հատ կազմակերպություն, կարող է բարերը լավ չեմ ասում, դա, բայց կայքը կա, այդտեղ հրապարակած այդ նյութերը կան, քննարկման ուրեմն ամբողջ ծավալը կա, Ադրբեջանի պատվիրակությանը ղեկավարել է արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված ղեկավար Ազիզ Ալեքբերլին։ Նա է այդ խումբը ղեկավարել Ադրբեջանի պատմաբանների, քաղաքագետների, ասում են, որ եղել են նաև պատգամավորներ, կառավարության անդամներ եւ այլը։ Ֆրանսիայինը բնականաբար ղեկավարել են այս կազմակերպության ղեկավարը, Բելգիայինը նույնպես ոչ կառավարական կազմակերպություններ, նույնպես եմ կրկնում, ճանաչված իրավաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների ներկայությամբ։ Եվ չի քննարկվել է 300,000 ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադառնալու հարցը, այլ 1,5 միլիոն ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադառնալու հարցը։ Եվ այդ կոնֆերանսի այդ միջոցառման սկսվելուց անմիջապես հետո Նիկոլ կոչեցյալ ուրեմն կենթանին մեկնում է Փարիզ Մակրոնից ստանալու այս խնդրի լուծումը ապահովելու համար անհրաժեշտ միջոցների ապահովումը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պատահական չէր, որ Փաշիզադե Էջմիածնի եւ Երևանի Ղազիատներն էր, փորձում ստեղծել։ Եվ պատահական չի, որ Նիկոլը սկսել է պատերազմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Եվ տարածքից, որը ըստ ադրբեջանական քարտեզների դա չի մտնում արևմտյան իբրև թե Ադրբեջանի տարածքի մեջ։ Արագոցոտնը պատահական չի ընտրված,
որտեղ ըստ Նիկոլի Էջմիածինը նույնպես ադրբեջանական տարածք է։ Արմավիրը, Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Սյունիքը, Վայոց ձորը, Վայքը, Գեղարքունիքը, դրանք բոլորը մտնում են այսպես կոչված այն տոկոսների, որ կա Ադրբեջանի սահմանադրության մեջ եւ որից Նիկոլը իրան ված չի զգում, չի էլ պահանջում, որ Ադրբեջանը իր սահմանադրությունից հանի այդ կետերը, բայց ինքը պատրաստ է մեր սահմանադրությունից Ալիևի պահանջով, հրամանով հանել անկախության հռչակագիրը եւ այսօր էլ նայում էի Տաուշի մարզպետ կա, անասուն, ուռած գլուխ մի հատ։ Ոնց ազգանունը չգիտեմ, Ղալումյան, ինչ? Ղալումյան։ Ուրեմն լրագրողների հարցերին է պատասխանում, լավ, այս երկրում ավելի տգետ անասուն կա թե չկա։ Ոնց կարելի է պատասխանել այդ հարցերին, դու ով ես, որ համարում ես, որ բանը եկեղեցին ուրեմն կարգալույծ է ինքը, ճիշտ է այդ կարգալույծ եղած դերդերն է, ունեցել մուննաթով է լրագրողների հետ, կամ լրագրողներին ասում են հանկարծ պրովոկացիոն հարցեր չտակ, թե չէ չեմ պատասխանել։ Լավ, իշխանությունները, համապատասխան մարդու իրավունքների պաշտպանները, չգիտեմ ինչեր կային ընդ հիշում եք, ինչ ոնց էին վայնացում բարձր, չեք տեսնում դրանց վերաբերմունքը։ Ֆալծամողները, մյուսները։ Գիտեք, այս ամբողջը ցույց է տալիս շատ պարզ բան։ Այն ծրագիրը, որ Նիկոլը իրականացնում է, դա Արևմուտքի հիմա Միացյալ Նահանգների, Եվրոմիության, իդեմս Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իսրայելի, Ադրբեջանի եւ ուրեմն Թուրքիայի կազմակերպած կամ ստեղծված ծրագիրն է, որպեսզի Հայաստանը որպես պետություն վերանա պանթուրքիստական ամբողջ կառույցը ստեղծելու համար։ Եվ այդքան ասել մեր ժողովրդին այսքան բացատրել, բայց ժողովուրդը չհասկանա, այդ է, որ մեր համար միշտ մնում է անհասկանալի։ Պարոն Ղազարյան, այս կոնֆերանսի ինֆորմացիան, երբ որ ուղարկեցին ինձ, ես մտա իրանց կայք եւ տեսա, որ իսկապես նման միջոցառում է եղել եւ արևմտյան ադրբեջանցիներին, արևմտյան Ադրբեջանի, հա, պետք է թույլ տալ, որ իրենք վերադառնան իրանց պատմական հայրենիքի տարածքները։ Եվ Նիկոլը գնում է պեդոֆիլիայի զոհ Մակրոնի մոտ։ Լավ, մեր հասարակությունը սա չի տեսնում։ Մարդիկ չեն տեսնում, ինչպես սիստեմատիկաբար վերացրեց Արցախը, վերացնում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստանի տարածքը վերանվանում են Արևմտյան Ադրբեջան, 1.5 միլիոն, այն 300,000-ը պետք է գնան պարզվում է Սյունիք։ Այդ 300,000-ը Սյունիքից դիետ որ պահանջում է։ 1.5 միլիոնն է ընդհանուր հիմա թիվը, որ պիտի վերադառնան, որ բնակեցվեն Հայաստանում։ Հա, 1.5 միլիոն, ասում եմ, այստեղ էս հարցը քննարկվել է 28 հոկտեմբերի։ Ոնց է, մեր ժողովուրդը սա չի տեսնում, քաղաքական ուժերը չեն տեսնում։ Պարոն Իսագուլյան, անկեղծ որ ասեմ, շատ լավն էր ձեր խոսքը, նախաբանը այսօրվա մեր զրույցի, որովհետև բոլոր գործոնների այն ամենաճիշտ ռացիոնալ համադրություն կար ձեր խոսքի մեջ։ Եվ եկեղեցու դեմ արշավը, եւ այս գործողությունը, եւ ադրբեջանցիներով բնակեցումը, եւ պետության կործանումը, բոլոր արգումենտացիան անվիճելի էր։ Որովհետեւ եկեղեցու դեմ պայքարը ամսաթվով երբ հասկսել Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 29-ին, չէ՞, կառավարության նիստը, որի ժամանակ ինքը այդ ելույթ ունեցավ, մայիսի 29-ին էր։ Մայիսի 22-ին էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուկյուր Փաշազադեի հայտարարությունը, որ պետք է արդեն որոշում են կայացրել, ոչ թե հայտարարությունը, այլ քվեարկել է, որոշում են կայացրել Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ ստեղծելու վերաբերյալ թեմ։ Հիմա Ալաշուկյուր Փաշազադեն ինքը սովորական հոգեվորական չի, ինքը նույնիսկ հոգևոր իմաստով, իսլամի կանոններով, ինքը նույնիսկ հոգևորական էլ չի համարվում։ Պետական աշխատող է, էլի, ասենք Ադրբեջանի պայմաններում դա չի կարա տենց ինքնուրույն գործող կազմակերպություն լինի։ Մաքուր պետական պաշտոնը կոչվի վարչություն։
պատկերացնում եք, կոչվում է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ։ Հիմա թեմը մահմեդականները որտե են ստեղծում, որտե որ մահմեդականները կան, չէ։ Հիմա Ալաշուքյուր Փաշազադեն իսկի չի մտածում, որ պետքա իրանք Իտալիայում, ասենք Վատիկանում թեմ ստեղծեն, Ղազիատ ստեղծեն։ Դες մասկի մտներով չի ասում, չէ։ Չի որովհետև ընդ ադրբեջանցի չկա ու չի լինելու։ Սրա հայտարարությունը մայիսի 22-ի ուղիղ կապ ունի ձեր ասած այդ հիմնավոր թեզի հետ, որ ադրբեջանցիներին պիտի բնակեցնեն, բնակեցնելու հետ զուգահեռ նաև պետքա նրանց հոգևոր սպասավորություն իրականացնեն։ Ընդ որում Փաշազադեն իր մասով է, չէ՞, այդ խնդիրը լուծում։ Դուք անվտանգության համակարգում աշխատանքի հարուստ փորձ ունեք։ Հիմա Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը իր ներքին ստրուկտուրայով հանձնարարական չունի, որ ադրբեջանցիների անվտանգությունը ոնց պետք է ապահովեն այս տարածքում։ Ես վստահ եմ, որ ընդ արդեն ուժեր են մոբիլիզացում, ռեսուրսներ է բաշխվում, խնդիրներ է դրվում գաղտնիով, որ ադրբեջանցիների անվտանգություն, ասենք կարող է պարզել, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Երևանում պիտի ունենա բաժին ոստիկանության, որը պիտի հոգ տանի ադրբեջանցիների անվտանգությունը ապահովելու համար։ Մյուս ծառայությունները բոլորը ինձ կարծիքով հրահանգ ունեն։ Հիմա սա է դուրս է եկել մեր եկեղեցու դեմ, որ հենց այդ պահից, այսինքն սա տրամաբանական կապերով է։ Թե չէ, եթե մտածես, ասես Իրան հուզում է ամենայն հայոց կաթողիկոսը, ամուսնացել է թե չէ, ինչ որ բարձրաձայնում է։ Կաթողիկոսը 70 տարեկան մարդ։ Նախ զրպարտությունա, որ ասես, որ ինքը ամուսնացած է կամ երեխա ունի, չէ, որովհետև ապացուցված չի, օդի մեջ խոսակցությունա, չէ։ Եթե իրական լեր, նա երբ պիտի երեխա ուներ, խո անցած տարի չի ծնվել, չէ, այդ պիտի ծնված էլի 40 տարի առաջ, չէ, բայց նոր իմացար, բա անցած տարին չի դրա մասին չէիր խոսում, նախ անցած տարին չի դրա մասին չէիր խոսում, 3 տարի առաջը չի դրա մասին չէիր խոսում, բայց հիմա չես ամեն օր խոսում։ Անցած կիրակի գնացել է Հովանավանքում արել է հանրահավաք, ճիշտ է։ Անունը դրել են Պատարագ։ Ասել է, որ այս կիրակի էլ է գնալու։ Այսինքն ստացվում է, որ դու ամեն կիրակի գնում ես, եթե դա Պատարագ համարենք, Պատարագ, բա անցած տարի ամեն կիրակի ինչ չէր ետում Պատարագ։ Բայց դու ասում ես, որ ես քրիստոնյա եմ, եւ ես դուրս եմ եկել մեր Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու մայրացել ես, չի ասում։ Բայց նոր դառար դու քրիստոնյա, նոր ես կնքվել, անցաշաբաթ ես կնքվել։ Բայց կնքված հավատացյալ ես քրիստոնյա, ամեն կիրակի դու պետք է այդ Պատարագի։ Ուրեմն ասեմ, հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր զավակը չի կարող առանց պսակվելու մեկին բերել դու։ Այո։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրինավոր չի կարա առանց որևէ տիկնոջ հետ սաքսավորվելու բերել դու։ Դե կարա։ Հիմա այդ մարդը ոչ պսակադրված է, ոչ սաքսավորված է։ Այդ մարդը թքած ունի պետության օրենքների վրա է եւ երբեք ինքը սատանիստ որ ասեն եղել եք, ասեն այո։ Բայց ես չեմ կարծում որ նա որևէ տեղ կնքվել է, բացառվում է դա։ Ով է եղել նրա կնքահայրը, մինչև հիմա անունը կիմանայինք։ Շուտ մեկ իրան հայտարարում է քավոր, սատանայապաշտություն։ Չէ, բայց քավորը հարսանեկի համար են ասում, բայց հետո կնիկը նստավիրակող խոստովանը չեն արել։ Ոչ զաքսին գնացե, ոչ եկե նշանդրեքին է մենակ, նշանդրեքին արել, այդ նշանդրեքին էլ այդ Ղալումյանին վերցել է որպես քավոր, նշանդրեքին, բայց նրանք պսակ չեն արել։ Նշանվել են, բայց չեն ամուսնացել։ Նշանդրեքը ում առանց հոգևորականին նշանդրեքը պսակադրություն չի, նշանդրեքը ծնողների պայմանավորվածությունն է, որ թույլատրեն իրան զավակները
իրար հետ մտերմություն հա, ասենց բարեին օգտագործում, հա։ Տարբեր ձեր կա, բեհ են ասում, նշան են ասում, խոսք են ասում, նշան դրեք, օֆիցիալ էլի եկեղեցին է, կրոնավորն է, նշան դրեք անում։ Չէ, իրանք եկեղեցի չեն մտել։ Սակադրություն։ Ախելետի այն ժամանակ, հիմա ասենք օրինակ, ես ամեն կիրակի, որ ընտանեկան ինչ-որ անել հանգամանք չի լինում, հիվանդ չեմ լինում, Հայաստանում եմ լինում, գնում եմ եկեղեցի պատարագի, ես Հայաստանյան Ծառայելական Սուրբ եկեղեցու, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ համայնքի զավակի ներկայացուցիչը, միշտ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եմ ես գնում պատարագների հիմնականում։ Մի ժամանակ Սուրբ Աննա է գնում, հիմա Գրիգոր Լուսավորիչ եմ գնում, այնտեղ ավելի հարմար է կանգնելը մեծ է եկեղեցին։ Դու գնում ես պատարագի, ոչ մի անգամ։ Նույնիսկ մայր տաճարի վերահսկման Սուրբ պատարագին վերահսկումը արվում է պատարագի ընթացքում։ Դու վերապար հայրապետից հաղորդություն չես ստացել։ Բայց գնացել ես չոքել ես սեպայի առաջ, որովհետև քահանա չի։ Սովորական ասենք ոնց որ Արագածոտի մարզպետի առաջ է կարել չոքեիր։ Ինքը չէր կարող Սուրբ պատարագ գնալ, որտեղ սատանան պատարագից։ Հախնում է։ Այո։ Մինչև չբերեցին մի սատանայի ճտի Հուդայի դարձին քարքալուց եղածին եկեղեցական։ Դրանք պետիգրի է կերակրում, այդ բան կա նշխարք։ Չէ, ի՞նչ նշխարք։ Շանքեր են, պետիգր պուտուր հատիկները, կիսես կերակրել հերթով։ Նշխարքը դա պատարակով է դառնում նշխարք։ Ու ամեն հացի կտոր նշխարք չի։ Բա պատարակի խորհուրդը ո՞րն է, որ աղոթքով դա վերածվում է Տիրոջ մարմնի եւ այրան, որը որ հաղորդվում է այն մարդուն, որ մեղքերի խոստովանություն արել եւ պատրաստ է այդ հաղորդության։ Դրանք դրա հետ ի՞նչ կա։ Այդ նշանակում է ցանկացած պարեն սնունդ կամ կենթանու կամ մարդու համար նախատեսված, որ դնում ես բերան այդ խոչել է նշխարք։ Սյոպան քաղաքացիական անձանա ինչ իրավունք ունի պատարականի, նա չի կարող այդ խորհուրդը այդ հոգի հաղորդությունը ունենա։ Դրանք կերակրում է դրան, դրանք էլ կերակրում են հերթը կերը ստացան, տեսան քիչ է թողին գնացին։ Հիմա այս անգամ ասում եմ ավելի շատ լինի, երևի այս անգամ պետք է մի քիչ ավելի շատ կերակրի դրան։ Շահառմա կտա երևի։ Փաշինյանի որ մնա էլի։ Բայց այս ամեն ինչը համակարգված գործողություններ է, չէ՞։ Մենք անցած անգամ էլ ենք խոսել։ Հերել ասում է, Հայաստանի վարչապետն է։ Ամսաթվեր ասեմ ձեզ։ 2024 թվականի օգոստոսի 30 առաջին անգամ այդ վաղտ ասել։ Դրանից հետո 2024 թվականի սեպտեմբերի 12 ԱԳՆ դիվանագիտական ֆորում։ 2024 թվականի հոկտեմբեր ազգային ժողովի նիստ։ 2024 թվական նոյեմբերի 14 X-ում անգլերենով 14 հատ գրառում այդ թեմայով 14 պատկերացրու մարդը նստի 14 հատ թվիթ անի Armenpress-ին տված հարցազրույց Armenpress-ում հրապարակած հոդված բոլորում ինչ է ասում բոլորում ասում է Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրության պատկանում է Ադրբեջանին ու թվարկում է մարզերի անվանումները, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Դրանց մեջ է Սյունիքի Վայոց-Ձորի մարզերը ամբողջությամբ, Արարատից, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու, Շիրակի մարզից հատվածներ։ Ձեր նոր խոսքի նախաբանումը ճշմարտագույն արձանագրումներ։ Երկու մարզի անուն չի տվել։ Կոտայք եւ Արագածոտն։ Ու հիմա ինքը նստել է Արագածոտի գլխին։ Նա չի եթում հիմա Նորավանքում պատարագի։ Չի եթում Տաթևում պատարագի, որտեղ դա արդեն հանձնել է իր մտքով Ադրբեջանին։ Եվ հիմա սրա զուգահեռ ինչ է ասում։ Ասում է, որ այն հանրապետությունը անդելա երրորդ հանրապետություն համարակալել է։ Նա չորրորդ է ասում։ Հիմա ասում է այն հանրապետությունը, որը տնօրինում է Ադրբեջանի այս տարածքները, պիտի լուծարվի, ստեղծվի չորրորդ հանրապետությունը։ Հիմա եթե այս երրորդ հանրապետությունը լուծարվում է,
այս տարածքներն էր, որ տնօրինում է այս հանրապետությունը, պատկանում է Ադրբեջանին, նույն օրը Ադրբեջանի իշխանությունը հաստատում այս տարածքների նկատմամբ, չէ՞։ Այսինքն այդ սահմանադրության հանրակրվե կոչվածը անկախության հռչակագրից հրաժարվելու հանրակրվեն որը լինի, կենտրոնական ընտրական հանձնաժողով դրա արդյունքները որևէ հրապարակի որպես պաշտոնական արդյունք, այդ օրը Ադրբեջանի զինված ուժերը այս տարածքների նկատմամբ հաստատելու են ամբողջական վերահսկողություն։ Ու ինչ արի Ադրբեջանի զինված ուժերը այս խնդիրը լուծելու համար, բոլոր ստրատեգիական եւ մարտավարական դիրքերը վերցրել է վերահսկողության տակ։ Տաուշը չի վերցրին։ Հիմա անցած տարի օգոստոսից Տաուշը հանձնել է Ադրբեջանին, ճիշտ է։ Հիմա 2025 թվականի օգոստոսը անցել է, չէ՞, մի տարին անցել է, չէ՞։ Մի թուրք գնացել է այդ տարածքները։ Այդ Կիրանցը որ գյուղի կիսել է, պես տվել է Ադրբեջան։ Հիմա Կիրանցի այն մասում մի ադրբեջանցի ապրում է, բացառված բան է, գանդը ինչ ապրել տեղը։ Ով պիտի Բաքվից թողի տասնի ինձ ապրի, չէ։ Շուշին բնակեց Ֆաշի Իսագուլյան մինչև 5 տարի անց է։ Չի կարա բնակեցի, դրա համար եմ ասում, այս բանի սատանին երբ որ իշխանուն ազրկես, ով գա ազգային իշխանություն, հաջորդ օր Արցախը դինելու է Հայաստանի։ Շուշին, որ 5 տարի ադրբեջանական ճանապարհները սարքել են, ինչ ասես արել են, չէ՞։ Մթոմ, ում համար են անում, մթոմ մարդու համար չէ՞ պիտի լինի։ Բացի այն զինվորականներից, ոստիկաններից, պետական աշխատանքից ընտանիքներից, Շուշիում ուրիշ քաղաքացիական մարդ, բանը Արցախը հիմա, ես Ադրբեջանի լրատվամիջոցները նայել եմ, փակ զոնա է։ Ասենք հիմա Բաքվից մեկը չի կարող ավտո նստի, եթե Ստեփանակերտ։ Թույլտվություններ է պետք։ Պետական մարմինները մինչև թույլտվություն չտան, անձնագրի տվյալները պիտի հաղորդում, դաժե ռեպորտաժ կար Ադրբեջանի ազգային ասոցիացիայի։ Ալիևները հասկանալով, որ այս Նիկոլը գնաց անմիջապես էդի վերադարձվելու է Հայաստան։ Դրա համար էսպես սա պետք է վերացնել ոստի իշխանություն չէ այսքան բան։ Սա է։ Հիմա նայ եկել է նստել է Ջերմուկի գլխին, ճիշտ է, Վարդենիսի գլխին։ Նայ էսի Վարդոմ է ժողովուրդը նայում այս, մատ ընդհանուր պլան եկել։ Պլանով դուր հայք։ Ինչի է ինձ ցույց տալի, ես կայի որ։ Ահա, նայեք, այստեղ էս իմաստեր նստած են, չէ՞։ Ստից Սևանա լիճ այսքան 3 կիլոմետր է։ 3 կիլոմետր է ստից Կիևի կամուրջն է, էլի։ Ոտով ասենք, այստեղ էլ նստած իր բոլոր ադրբեջանական բոլոր զորամիավորները Հայաստանի սահմանին կոմանդո են։ Բոլորը առանց բացառության 2.5 անգամ պատերազմից հետո ավելացրել է։ Մենակ պայմանագրայիններ են, Թուրքիայում վերապատրաստում անցած բազմաֆունկցիոնալ ստորաբաժանումներ են, որ կարան եւ պետական սահմանի պահպանություն անեն եւ դիվերսիա անեն։ Եվ գրոհային գործողություն անեն։ Բազմաֆունկցիոնալ ընդ ժամկետային զինծառայող չկա կոմանդո։ Հայաստանի սահմանին մենակ կոմանդո է նստած։ Հիմա 3 կիլոմետր այս լճին հասնելու համար դրան 15 րոպե ժամանակ է պետք։ Ես կասեի 5 րոպե։ Ջերմուկի գլխին եկել է նստել է, չէ՞։ Այս էսի քաղաք մի հատ գործողություն անում հայտնվում է գալերեայում։ Սիսյանի գլխին այստեղ իշխանասար Սևլիչ այդ մենք այս բաներով ասում ենք, ասենք Ադրբեջանն է, այս Ադրբեջանն է, իշխանասարն է, չի էր պետք լելու, չէ՞։ Միջպետական ճանապարհը, որով գնում ենք Սյունիք։ Այս իշխանասարը հիմա այն ինչ որ իրանք վերցրել են, միջպետական ճանապարհը դրանից 2 կիլոմետր ներքև է, 2 կիլոմետրը PKP։ Պուլեմյոտ Կալաշնիկով է։ Այսինքն դրան միջին տրամաչափը դեշեկայել պետք չի, էլի։ Կապել խփում է դա, PK-ով, PK-72։ Այսինքն սովորական տրանսպորտային միջոցին մարդատարով պուլեմյոտով կարան խփեն այդ ճանապարհին։ Արենի, Տանձիկի գյոլից, ընդեղից հիմա Արենից իրանց որ մինչև Բոշկա 2-3 կիլոմետր գրունտային ճանապարհ է։ Դες քանի տեղից իրանք կարան այսպես միանգամից գործողություն անեն, սա վերցնեն։ Նախիջևանի տարածքում էսի Նախիջևանն է։ 2013 թվին ստե ես որ մարզպետ էի Վայոց ձորում, մեր միակ սահմանը Նախիջևանի հետ էր, որովհետև Արցախը հայկական էր։ Մեր սահմանը միայն Նախիջևանի հետ էր։ Նախիջևանում տեղակայված էր Ադրբեջանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը։ 13 թվին դա վերակազմավորվել է որպես
բանը առանձին համազորային բանակ։ Այսինքն, այլ մի կորպուս չի, դրա կազմում առնվազն 2 պիտի լի, չէ, որ կոչվի բանակ, 3 կլինի ինձ թվում է։ Հիմա եթե 3 կորպուս է, այսինքն դրա անձնակազմը արդեն հասնում է մոտ 50,000-ի։ Այս տարածքում տեղակայված է տանկային զորամիավորում, որը այս տարի 2000 ամեն տարի անում է զորավարժություններ տանկայինը, ավիացիայի, հիմնականում ուղղաթիռների եւ հրետանու ուղեկցությամբ, ընդ որում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Հիմա Նախիջևանում տեղակայված տանկային զորամիավորումը խուստով չի կարող բարձրացնել, քարտեզը շատ լավ է, էլի, պատկերավոր։ Այս դեղին մասը լեռնային է, այսինքն տանկը վայոց զորի սարեր չի կարալու բարձրանա։ Հիմա եթե տանկային ստորաբաժանում կա, նշանակում է իր առջև դրած մարտական խնդիր կա, չէ՞։ Այն մարտական խնդիրը պետք է լինի ռազմական փորձագետ, ռազմական հետախույզ, պարզ տրամաբանություն է, դրա մարտական խնդիրը մենակ գրողն է Երևանի ուղղությամբ, այնտեղ ուրիշ բան չի կարող լինի, որին իրան պատժեշկայ անելու հրետանին եւ ավիացիան։ Երասխից այստից դուրս ես գալի մինչև Երևան, այսի Երևանն է, այսի միջպետական ճանապարհն է, 60 կիլոմետր է։ Տանկը ասֆալտի վրա, իր նորմալ երթևեկության արագությունը 60 կիլոմետր/ժամ է։ Տանկն էլ, BTR-ն էլ, BMP-ն էլ։ 200-ից ավել միավոր ունեն, միայն այդ տանկային ստորաբաժանման մեջ։ 200 տանկ։ Կեսը մնա, կեսը դուրս գա խնդիրը լուծելու, մի ժամ հետո նորագավիթում կանգնած են։ Հիմա քննչական կոմիտեի ղեկավարը Սուրեն Պապիկյանի հետ հայացքով սարերում նկարվում է զինվորական շորերով։ Ծաղր։ Մի ժամ հետո նորագավիթում կանգնած են դրանք։ Ո՞վ է դեմն առնելու, Պապիկյանը։ Ռազմական ծախսերը կրճատել են, բանակ կրճատում են, սարքում են տարուկես, դա սա։ Դա Ադրբեջանի ու Թուրքիայի բանն է։ 2 տարի հետո է ալելու այս ամեն ինչը։ Հիմա 2 տարի հետո էլ այս նշանակում է հիմիկվա բանակում զինծա 2 տարվա ծառայողները զորացրվում են, տեղի գնում են տարուկեսները, չէ՞։ Այս զմռային զորակոչից արդեն տենց ալելու։ Իսկ 2 տարի հետո մենք ընդհանրապես բանակ չեն։ Ղարաբաղում ո՞նց եղավ։ Ղարաբաղի վրա Ադրբեջանը վերջնական գրոհը երբ հարած վերցրեց։ 23 թվին, չէ՞։ Իսկ նոյեմբերի կապիտուլյացիայից 3 տարի հետո։ Իսկ այդ 3 տարում ինչ եղավ։ Այն ինչ որ հիմա է ալում այդ բանակի հետ։ Ժամկետային զինծառայողներու Արցախ չուղարկեցին, ով զոհվել էր, ով զինծառայության ժամկետը անցավ, զորացրեցին, տեղը մարդ չուղարկեցին։ 2 տարին անցավ, պաշտպանության բանակը քամվեց, այսինքն վերջին զինծառայողը զորացրվեց, տեղը նորը չգնաց։ 2 տարի սպառազինություն ընդհանրապես չգնաց Արցախ, ասենք մեկի ակումուլյատորը փչանում էր, դնում ենք ռուզավիկը բերում են, էլ չեն կարող հետ տանեին։ Վերջը քամվավ պաշտպանության բանակը 23 թվից վերջին շրջափակման մեջ 23 թվի սեպտեմբերին գործողություն արին վերցրին։ Նույնիսկ հիմա Հայաստանի հետ է կատարվում։ Դերել ենք բան ենք խաղացնում, սյոպիկ ենք խաղացնում, բանը արե։ Օանավանայի միջուկը փոխել է, կողպեքին նստել է։ Հերն է էլ իրան ժառանգետ օանավանգը։ Հերը բասելա տաղաջան, ես է քեզ։ Եվ գիտեք, վատը որն է, ամեն օր կարդում եմ, բայց վերևում է Հայաստանում հայեր չեն մնացել, որ հայերեն չեն հասկանում, թե ինչ է նշանակում օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Դե կետ կա, հատուկ կետ, մի անգամ էլ եմ կարդում, ժողովուրդ։ Այն ինչ որ ես եւ պարոն Էդգար Ղազարյանը բացատրում ենք, որ ոնց է Սյունիքը, Արարատի մարզը, Արմավիրի մարզը, Տաուշը, Շիրակը, ամբողջ բանը հանձնելու, այդ օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթղթում կա հետեւյալ կետը։ Ուրեմն մարդկային անասելի տարապակրել պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ, այսի ուշադիր լսեք,
տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառելու անթույլատրելիության սկզբունքի վրա։ Այսինքն տարածքներ ձեռք բերելու համար նպատակով էլ պետք չի ուժ կիրառել։ Հայաստանը փոխում է իր անկախության հռչակագիրը վերացնում է, փոխում է իր սահմանադրությունը, Նիկոլն ասում է, որ Ադրբեջանի սահմանադրությունը մենք չենք պահանջում, որ փոխվի, իսկ այդ սահմանադրությամբ Ադրբեջանի Հայաստանի տարածքի 70%-ը այսօրվա Հայաստանի պատկանում է Ադրբեջանին։ Այսինքն կռիվ պետք չի, այս մարդը խելոք տալիս է։ Սաղ տալիս է, պատկերացա, որ մնացիք մի հատ Արագածոտնի ու բանը Կոտայքի մարզը, այդ հասկանում եք ձեզ։ Բայց մի րոպե, դեպի ադրբեջանցիներ բնակես մեր։ Միլիոն ու կես։ Դե լավ, հիմա դուք հասկանում եք, այս որը գումարվել է Բելգիայում Փարիզի, այսպես կոչված, օժանդակությամբ, համադայությամբ։ Հիմա սա ոնց հասկանալ էս։ Նիկոլը ասում է, միլիոն ու կես ադրբեջանցի պիտի տեղափոխեն Հայաստան։ Դրանցը գիտես ինչ պիտի արվի։ Դա արդեն պատմաբաններ, դա իրանց պատմաբաններ։ Չէ, այդ շարունակությունը, բայց դրանց պիտի տրամադրվի նաև Հայաստանի պետբյուջեից ֆինանսական փոխհատուցում իրանց ունեցած կորուստների համար։ Գումարչափ գիտես ինչքան է։ Հաշվել են 17 միլիարդ դոլար։ Մենակ Հայաստանում բնակեցվելիք ադրբեջանցիներ չեմ ասում, պատերազմի, ռազմական ծախսեր, ռազմական պարտություն, վնասների փոխհատուցում, միայն Հայաստանում բնակվելիք ադրբեջանցիների ծախսերի փոխհատուցում 17 միլիարդ, 26 թվականի բյուջեն, որի հիմա քննարկում ենք, գիտեք ինչքան է։ 6 3 հատ Հայաստանի բյուջե տարեկան բյուջեն։ Հələ պետք է տանք մեր Yoldaş qardaşներին։ Դե լավ, ոնց է հաջողվում Նիկոլին ու նրա ոհմակին իսկապես sense խափել ժողովրդին։ Ոնց է հաջողվում։ Ախր ես ուզում եմ այդ գաղտնիքը իմանանք, հասկանանք։ Ոնց է պատահում այդ ամեն ինչը։ Հիմա մարդը ասում է, դες ճիշտ է ասում, ասում է։ Մի տարի 8 ամիս է պատերազմ չի եղել։ Զինվոր չի զոհվել։ Ճիշտ է ասում։ Սպես չի ելել, հա, Ստեփանակերտում էլ, Ղարաբաղում էլ, մարդ զոհվել է։ Չէ, ոնց կա։ Բայց 2 տարի է։ 2 տարի ընդհանրապես մարդ չի զոհվել։ Հեսա շուտով Սյունիքում էլ մարդ չի պետք է զոհ, բայց դա մարդ չի։ Օրգանիզմը այդ արդեն մեռված է, օրգանիզմը չի պայքարում իր կենսունակության համար։ Ոնց է պայքարում է տաքություն է ունենում եւ այլն։ Ոնց է մարդը մի տարի 8 ամիս արդեն մեռած էլի։ Հարյադը տենամես ախպե տարի 8 ամիսը ոչ դեղ է ուզում, ոչ բան է ուզում։ Ոչ հաց է ուտում։ Ոչ հաց, ոչ մի պրոբլեմ, այն մի ժամանակ ախպեր էդի տանքում մռում ես անում են անում, հիվանդ եմ, լավ չեմ զգում, ճշում ես, ասո։ Հիմա դեռ մեզ ինչ լավ է։ Տարի թանել ենք։ Հանգիստ նստել ենք ախպեր, ոչ մի պրոբլեմ չկա։ Հենց դու կարող ես սուտ հա։ Դեր ուզել, հա։ Չէ։ Այ։ Ես ինչ որ մեկը գրում է ընկերներ, ես խնդրում եմ ուշադիր հետևեք ելույթին, ասում է նշանդրեկին ինչ բան հոգևորական։ Ընկերներ, նշանդրեկը կատարվում է հոգևորական, հատուկ ծիսակատարություն կա նշանդրեկի։ Ուրիշ բան, որ հաշվի առնելով իրավիճակը։ Այսինքն այդ մեր ասացի մեջ ես մարդու մենակ ետ է դա։ Եթե չգիտի, գոնե իմանա էլի։ Եվ որ դնում եք ասում է եկել վերացնում, ընդ երբ որ ձեր մատանները որ դուք դրել եք իբր ձեր նշանդրեքին, ասում են հանեք, դրեք բարձերի վրա, բերեք, հետո ինքը օրնում է, նոր մատանները դնում են, նոր եւ այլը, նշանդրեք պսակադրություն, համատեղ են անում։ Որտեղ մարդիկ նշանդրեկը երբեմն չեն ուզում, հա, մեծ արարողություն լինի, այդ հայերեն ասում էին խոսք կա բանել, հա, բաշիկյարդմանը, ոնց եք դուք ասում չգիտեմ, է որ եթում էին մի բան նվեր տալիս էին, իսկ իրական նշանդրեկը, եթե դա նշանդրեք է, ապա անպայման լինում է ծեսի տեսքով։ Հիմա դա ես ասացի մեջ, ես մարդը նեժանի դարդակ։ Կետակ տեր արամը տենց կանի, ասի նշանդրեկը։
հա Տեր Արամ չկա մեր Չէ, եկեղեցի։ իրանց համար դե Տեր Արամ է, իրանք սատանա են, չէ։ Ես որ շատ բաներ որ չգիտեք, չի նշանակում որ տենց չի։ Հարկավոր է իմանալ։ Ոչինչ որ չգիտեք։ Լավ։ Գիտեք, սարսափելի բաներ են տեղի ունենում։ Մենք ուղղակի չենք նկատում, հասկանում ես ինչու արագածոտ, ինչու հիմա էլ հանձնարարված է տարբեր ուժային կառույցների օպերատիվ բաժիններին, որպեսզի նման ստյոպիկներ ճարեն, հասկանում ես, տարբեր տեղերում։ Եվ այդ ստյոպիկներից մի քանիսին ուզում են պարտադրեն, որ օրինակ այս Կիրակի իրանք էլ գան այս ստյոպիկի հետ միասին։ Մարզպետների խորհրդակցություն ա եղեք։ Տարածքային կառավարման նախարարը մարզպետների ասիկ քո կարծիքով այդ խորհրդակցությանը բացի Կիրակի օրվա հանրահավաքի կազմակերպումից ուրիշ մի հարց քննարկվել է թե չէ, բացառված բան է։ Որովհետև անցած անգամ մարդ չէր գնացել, չէ՞, падգամավորները չէին գնացել։ Քպես падգամավոր չէր գնացել անցած Կիրակի օրը։ Այն է Գեղարքունիքի մարզպետն ասում, հա, այս անգամ ես գնալու եմ։ Հանձնարարական կարդ են։ Տեսել է Հա, ինքն էլ ասեց, այս Տաուշինն էլ ասել։ Տաուշինը անցած անգամ եկե։ Սա կտենաս Կիրակի օրը բոլոր մարզպետներն ընդդենելելու։ Որը ձևի համար մի Սյունիքը չգա։ Հա, ձևի համար մի երկուսը չգա։ Մերկուս չէ, մեկը։ Մենակ Սյունիքը հերու տեղա կարող ասեն դու մի արի։ Դենից դժվար է մարդ բերել։ Հիմնական շեշտը դրած ալելու Արագածոտն, Արարատ, Արմավիր, Շիրակ, Կոտայք, մոտակա Երևան Կտենաս ինչ ալելու, այդ ավտոբուսները ոնց բարձելու են տանել, Աբրանքը ոնց են բարձում տանեն։ Այդպես տանելու են։ Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ իրանք պղծվում են, հանուն Նիկոլի իրանց երեխեքը մտնում են անեցքի տակ։ Հա, դժբախտություններ ալելու դրանց։ Սարսափելի դժբախտություն։ Ով որ այնտեղ այդ կարգալուց եղածի ձեռի տակ պսակվում է, այդ պսակադրությունից հետո այդ ընտանիքները դժբախտանալու է։ Ես էլ եմ կարծում որ տենց արելու։ Ով որ իր երեխուն կնքում է, չհասկացող են թոթով երեխուն, այդ երեխեն դժբախտանալու է։ Նիկոլը ինքը, քանի որ սատանա է իր համար ինչքան շատ մարդ տաղծի ինքը, այս երկրում այնքան լավ ժողովուրդ կարողացեք դա հասկանալ։ Հիմա ես կուզենայի մի հատ կադր դիտենք եւ վերադառնանք տաղավար, որտեղ գիտեք, երբ որ ասեց կառավարությունը ես հիշում եք առաջ 3 միլիոն վարչապետ կար, հետո պարզվեց չէ, կառավարությունն է ինքը, մինիստրներ չկան, նրանք ոչխարներ է, մենակ ինքն է, կառավարությունը ինքն է, մնացածը ոչխարներ է։ Իմիջիալս գիտես չէ որ այդ բանը Ստյոպան ժամանակին Նիկոլ Փաշինյանին ասել է ոչխար։ Գիտես դա։ Չէ, որտեղ ասել։ Հրապարակային խոսքում։ Բայց կա տեսագրություն։ Հա, բավական։ Տեսագրություն։ Կարող ենք այդ տեսագրությունը։ Տեսագրությունն թե բանը գրել է։ Գրածը թեկուզ դա։ Հա, սկրիններ կա ես Facebook-ում տեսել եմ։ Արայիկ Հարությունյանի մատ խոչի օրն է 2020 թվականի դեկտեմբեր։ Ասում եմ սրանք են մեր իշխանությունները, ու մատ օրինանքա է դուսուս։ Հիմա տեսեք, ազգային ժողովի նախագահ, որը վերահսկում է, ազգային ժողովը վերահսկիչ ֆունկցիա ունի։ Միակ ուրեմն մանդատ, առաջնային մանդատ ունեցող մարմինն է, վարչապետը չունի այդ մանդատը։ Նախագահն էլ չունի այդ մանդատը առաջնային։ Մենակ ազգային ժողովը։ Ազգային ժողովի նախագահը բազմաթիվ տեղեր, բայց մենք մի կադր ցույց կտանք, ասում է, ոնց կարող է Նիկոլը մի բան ասի ու մենք չանենք։ Պատկերացնեք սա ինչ է նշանակում։ Այսինքն այն որ կոճակ են սեղմում, մտող Նիկոլը չասի որ ես եթե ազգային ժողովի նախագահան, որը բան է անում, ազգային ժողովի աշխատանքն է բան անում, կառավարում։ Ինքը հայտարարում է որ չի կարող պատահել որ որևէ մեկը Նիկոլի ասածը չանի։ Լավ, հələ այդ կադրերը դիտենք ու վերադառնանք տաղավար։ Որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ որ մեկին թվում է որ վարչապետը մի բան ասի, ինչ որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք չի ձեր կուսակցությունը։ Ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ ոնց Ինչ հարցանար Սիմոնյան վերադառնում։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց ա որ պետքա քննարկի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։
Հավաս պետք է լինի։ Դες պետք է ինքը ասի ես չանեմ։ Այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է, այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակություն է։ Հիմա դուք լսեցիք։ Սա ինքը համարվում է ազգային ժողովի նախագահ։ Այսինքն մարդ, որը պետք է վերահսկողություն իրականացնի կառավարության նկատմամբ։ Հասկանում եք։ Մարդ, որը կարող է ազգային ժողովում օրակարգ բերել կառավարության նամստավության հայտնելու, Նիկոլին ուղարկի համապատասխան վայր։ Սասպե ոնց կարող ենք Նիկոլի ասածը չանել։ Իհարկե հարցեր են առաջանում, օրինակ ստեղ կներեք, վատ բան մի մտածեք, ես վատ բանի իմաստով չեմ ասում։ Օրինակ որ Նիկոլը Ալենին ասի, Ալեն, մի հատ տուր էլի։ Հիմա օրինակ Ալենը կտա թե չի տա։ Գերիչը։ Չէ, տուր, կարող է։ Ասենք գերիչը, բայց գերիչը կտա ասա։ Չէ, օրինակ ասի տուր, Ալեն, մի հատ տուր, հիմա Ալենը ոնց կհասկանա, գրիչ կհասկանա, հաց կհասկանա, քանի որ վիբրատոր են օգտագործում, վիբրատոր կհասկանա, ինչ կհասկանա, չգիտեն։ Մարդը ասում է, ինչ որ ասի, պետք է անենք, ոնց կարանք չանենք։ Ասի, Ալեն, մի հատ տուր, ախպեր։ Կարող ինչ է, Ալեն մի հատ լտուր։ SMS-ով, MDԽ, սաղի ղրգեց օտմուսկ, չէ։ Ով կարար չանենք։ Որում Ալեն չի ասում է, որ մենակ ինքը։ Իրանց Բոլորը։ նայեք, ասեք օրինակ պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը, այդ իր WhatsApp-ով խումբ ունեն, չէ՞։ Բա։ Խմբում գրում է. բոլորդ հանվեք, մտեք սեղանի տակ հաչացեք, վիդեոյով նկարեք, վիդեոները ուղարկեք ինձ։ Անելու են։ Ըստ Ալեն Սիմոնյանի ասելու, պիտի իրանց խմբակցությունում, ինքներ պատգամավոր է, կուսակցությունում, ովքեր պաշտոններ են զբաղ, նախարար կլինի, փոխնախարար կլինի, Ոնց եմ, խախտեմ ձեր կուսակրոնությունը։ այո, բան արեք, հենց իմ ասեք, WhatsApp-ով ստացա, այս հաղորդագրությունը ստանալու պահից 10 րոպեվա ընթացքում բոլորդ ինձ ուղարկում եք ձեր տկլոր վիդեոները սեղանի տակ հաչալուց։ Ըստ Ալեն Սիմոնյանի, պետք է բոլորը դա անեն։ Տես, ընդեղ է որ ասում եմ, ձեր կուսակցությունը ժողովրդավարական չի, չասում է, բան կարող է ինչ-որ հարցը լի, որ քննարկենք, քննարկելուց հետո, բայց կարաս չանես։ Կարող օրինակ ինքը ասում է, դուք պիտի փորի վրա պարկես, ես ինչ ուզեմ անեմ, դու ասում ես լավ, կարելի է ես օրինակ պպզեմ, օրինակ չորեքթաթ կանգնեմ, առաջարկես, քննարկես, բայց կարող ես եթե ինքը ուզում է չտաս։ Ամբողջ խնդիրը սա, հիմա կարող է մարդը այդ օրը ջղայնացած է, երկու բաժակել խմում է, գալի ասում է Ալեն այսօր գնա, օրինակ տիկնոջը տբեր, Չունի, լավ, ընկերուհուդ բեր, շատ ունի։ եթե մարդը պատգամավորին գրում է մանդատը վարդիր, հիմա դուք հասկանում եք, օրինակ Հովիկ Ավազարյանը ինչ մեծ հերոսություն արեց, փշրեց, հա, որ մարդը որ դեմ գնաց, BDԽ, MDԽ, ՑՏԽ, ՎՏԽ, չէ, տուջը, դիմները գրեցին սիկտիրելը։ Հիմա Ու գիտեք ոնց է պատճառը։ մարդը խոստովանում Չէ, բայց է։ հետո նա ինչ ասում։ Սա կուսակցության ղեկավարը։ Հետո ինչ կուսակցության։ Օրինակ, ես կուսակցական եմ եղել։ Բայց ես չեմ մտածել, որ ես կուսակցության ղեկավարի ամեն ասածները պետք է անեմ։ Ես չեմ մտածել։ Ես նույնիսկ բարձրաստիճան պաշտոնատար անձ եմ եղել։ Ասենք մարզպետ եմ եղել։ Վարչապետի տարակարծություններ եմ ունեցել։ Տիգրան Սարգսյանի հետ։ Ասենք, ինչ-որ մի պահ կար, ես խնդիր ունեի վարչապետի հետ։ Մի հատ հարց կար, մեծ ծավալի հողատարածություններ ինչ-որ մի հատ մասնավոր ընկերության հանձնելու Վայոց ձորի մարզում։ Վարչապետը այն կարծիքին էր, որ դա պետք է հանձնել, ես դեմ էի։ Ու չենք հանձնել։ Ես իրեն ասում եմ, պարոն վարչապետ, ես այդ գործը չեմ անելու։ Եթե հարմար չեք գտնում ինձ, կարեք 5 հայացողական պաշտոն առանցին կարծիք լսելու, կարեք դնեք վաղվա նիստով ինձ հեռացնեք աշխատանքից, բայց ես չեմ անելու։ Այսինքն նույնիսկ պաշտոնատար անձես կարես մտածես, որ այո, հիմա պաշտոն ես բաժնում, ես դեսպան էի, օրինակ դել բերեմ էլի։ Դեսպան չէ, որ
ներկայացուցիչն ես, չէ՞, քեզ ինչ ռեկլամա ինչ գալիս է, պետք է կատարես։ Գերբ էի խփեի իմ ծառայողական մեքենայի վրա։ Զինանշան Հայաստանի Հանրապետության, որը քիչ տարածված երևույթ է։ Ինձ արգոս նախարարությունից ասում են բան է։ Գերբը փոքի։ Մեկ եկել էր Լեհաստան գործում եմ, բանը տեսել է մեքենայի վրա, գնացել են նախարարին, ասել են, նախարարն ասում է ընդունված բան չի, փոքի։ Ասում չի պիտի փոքեմ։ Ասում ընդունված չի, ասում օրենք ինչ-որ Վեննայի կոնվենցիայի մեջ գրած է, դեսպանը իր փոխադրամիջոցների վրա կարող է կիրառել պետական խորհրդանիշները։ Պետական խորհրդանիշը ոչ միայն դրոշը, այլև զինանշանը, չէ՞։ Սխալ բան եմ արել։ Վարկաբեկել է մեր զինը, հակառակը փոքելն է, չէ՞ վարկաբեկելը։ Ես ասում ես չէ փոքելու։ Ես մեր պետության խորհրդանիշի վրա ձեր չեմ բարձրացնում։ Մարդ ուղարկեք Երևանից թողա փոքի է դա։ Չեմ արել, ու մնացել է։ Սա բացի պաշտոնատար անձ է։ Սա ասում է կուսակցության ղեկավարը ինչ ասի, ես արել ու կուսակցության ղեկավարը, կուսակցության ղեկավար կա նաև պաշտոնյա չլի, չէ՞։ Օրինակ Լեհաստանում Յարոսլավ Կաչինսկի կուսակցության ղեկավարն էր իրավունք եւ արդարություն, բայց ոչ մի պահկալ ոչ մի պետական պաշտոն չէր զբաղեցնում։ Այդ կուսակցության ներկայացուցիչները մեկը հանրապետության նախագահն էր, մեկը վարչապետ էր, նախարարն էր, մեկը Սեմի նախագահն էր, մեկը Սենատի նախագահն էր, բայց կուսակցության նախագահը ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում։ Բայց նրանք ով որ պաշտոն է զբաղեցնում, պիտի պաշտոնական իր լիազորություն, բայց քո զբաղեցրած պաշտոնը ազգային ժողովի նախագահ։ Դու ոչ թե պիտի վարչապետի ասածները անես, այլ հակառակը վարչապետը պիտի քո ասածները, այսինքն վարչապետը անի այն, ինչ որ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագրում գրած է։ Եվ եթե վարչապետը գրածը չի անում, եւ անում է մի բան, որ գրած չի, քո որպես բարձրաստիճան պաշտոնյայի խնդիրն է խափանել դա։ Հիմա վարչապետը կիրակի օրը գնում է Հովանավանք հանրահավաքանի պեդիգրի ուտի, որպես եկեղեցու դեմ ասում եմ ես գնում եմ եկեղեցին ազատագրեմ, ասում եմ լարիստ է։ Ես էլ եմ ազգային ժողովի պատգամավոր, ազգային ժողովի նախագահ, հիմա բյուջետային քննարկումներ է, չէ՞։ Ասում ես լարիստ է։ Այդ ինչ որ ասում ես, որ կիրակի օր ուզում ես անես, հələ մա ցույց տուտենամ կառավարության ծրագրի մեջ, ո՞րդի է գրած դες բան։ Չկա դες բան գրած։ Բայց որ գրած չի, ո՞նց ես անում։ Հələ մա գրածները տարա, ինչ որ գրել ես չես անում։ Հակառակ ոնց Արցախին պետք է իրանք դանդագեին ապահովեին նրա անկախությունը։ Գրած դու գնա գրածանը զբաղվի։ Ու ազգային ժողովը այն մարմինն է, որ պիտի վերահսկի ազգային ժողովի նախագահն է կազմակերպումը ազգային ժողովի աշխատանքներ, այսինքն վարչապետին կառավարության վերահսկելու աշխատանքներին կազմակերպումը։ Ու կանգնում է մամուլի առաջ, ասում է, եթե այսօր վարչապետն ասի մտի սեղանի տակ հաչա վիդեո նկարի ուղարկի, պիտի մտնեմ սեղանի տակ հաչա վիդեո նկարեմ ուղարկեմ իրան։ Իսկ թվում ասած է կլի։ Դες վիդեոներ նա հիմա կունենա։ Կարող ասած էլի վիբրատորը համապատասխան տեղ կմտցնես, կուղարկը նկարես։ Կնկարես, օրեն էլ արած կունենա դες վիդեոներն նա։ Խմամա նստում ասենք հեռախոսը վերցում, բասել օյաղ մարդը, նորմալ մարդը հեռախոսը կվերցնի ԲԴԽ-ի նախագահին նամակ գրի կասի հրաժարական դու։ Գերելուց հետո ԲԴԽ-ի նախագահ հրաժարական կտա, հետն էլ կասի, այո, ես ստացել եմ այդպես հաղորդագրություն եւ դրանով ապա։ Դրանից հետո ԲԴԽ-ի նախագահը նշանակվի վարչապետի աշխատակազմի աշխատակից։ Կարեն Անդրեասյան նշանակվել է, չէ՞։ Բայց Երեշ Կիրակոսյանի պաշտոնը նշանակվել միջազգային իրավական ծրագրերի գրասենյակի ղեկավար։ Հետո է տելմապետություն։ Այսինքն սրանք մեր պետության սահմանադրությունը, օրենքը, կարգը, ամեն ինչը վերացրել են, այսպես ճղե թափել են, նստում նայում են, Ալիևի երեսին սրանից բացի երեք մի բան էլ ասեմ, մոտս կրին արել պահել է։ Ասում եմ մենք ամեն ինչ պիտի անենք, որ Իլհամ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը 2026 թվականին կգան Հայաստան։ Մենք ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի, ասել են նա։ Ալիևը արդեն իսկ հրաժարվել է։ Այն դեպքում որ Ալիևն արդեն ասել է չեմ գալ, Էրդողանը 100% չի գալու։ Այսօր էլ բանում
Արցախի տարածքում երկաթ գծերը ընդորը տեսել ես քանի Դեսպան հավաքել է բոլորին հավաքել է ցույց է տալի եւ ընդեղ էլ նորից ասել է որ արդեն մենք Զանգեզուրի Միչանսկի մեր այո կով լսում ես այդքանից հետո աղաչեցիր պաղատեցիր էլի ասում է Զանգեզուրի Միջանց բայց ախր ամբողջ խնդիրն է որ Զանգեզուրի Միջանց չի պարոն Ղազարյան ջան Մեղրին ամբողջությամբ Եվ չեմ կարող չհարցնել, պարոն Ղազարյան, որտեղ հարցեր են լինում, բայց իմպիչմենտի հարցը ինչ է դուսկյան։ Սա ու այլընտրանք չունեցող հարց է։ Ես մինչև վերջ հույս եմ ունենալու, որ այս գործը գլուխ է գալու, որովհետև տեսեք ինչքան դժվար առաջ գնում, չէ՞։ Մինչև 2025 թվականի մայիս ընդհանրապես ոչ մի падգամավոր այդ մասին իսկի չի էլ մտածել որ պիտի անի, որովհետև այդ հնարավորություն ունեն 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Նամակ գրեցինք, նամակից հետո էլ ոչինչ բան տեղի չունեցավ, հետո պատիվ ունեմը նախաձեռնեց։ Իհարկե երկու падգամավոր առանձին նախաձեռնեցին, հետո պատիվ ունեմը նախաձեռնեց, ինչ որ նախաձեռնություն գոնե եղավ։ Երկար չարչարանքից հետո Հայաստան խմբակցության падգամավորներն ասին, որ իրանք էլ են դրան միանում։ Բայց պարզվում է, որ ֆորմալ առումով միացել են, բովանդակային առումով չեն միացել։ Ինչի եմ այդ եզրահանգման։ Որովհետև այդ падգամավորներից ոչ մեկի հայտարարություններում, հարցազրույցներում, գործողություններում ես էլ չեմ լսել, որ իրանք ասեն, որ այդ ուղղությամբ իրանք քայլեր են գործադրում, ջանք են գործադրում, այսինքն միանում ես նախագծին ինչ է նշանակում, դառնում ես համահեղինակ, չէ՞։ Եթե համահեղինակ ես, պետք է ամեն ինչ անես, որ նախագիծը անցնի, չէ՞։ Բայց ուզում եմ իմանամ Հայաստան խմբակցության падգամավորը Արթուր Խաչատրյանը կամ Իշխան Սաղաթելյանը ինչ արել որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ոչ մի բան։ Բայց ո՞նց ես միացել։ Օթանավականում վարչապետի տեխնա իրանց միացած նախաձեռնության վարչապետի տեխնացուն ձերբակալվում է։ Ու որս այդ օրենքը գնացել գիտենք, չէ՞ որ ձեր խո մենք չենք գնացել Դավիթ հետ հանդիպենք։ Գնացել իր աջակցություն Դավիթ Համբարձումյանի, չէ՞։ Հայաստան խմբակցության ոչ մի падգամավոր ես օթանավականում չեմ տեսել։ Մեծ ձևով շարժման ոչ մի ակտիվ գործ չի, որ իրանց անդրահավաքներին ելնում են բեմում կանգնում են։ Ես օթանավականում չեմ տեսել։ Հիմա հարց ա, բայց եւ որ մեծ ձևով շարժումը անդրահավաք էր անում։ Ես այդ նախաձեռնության հեղինակ падգամավորների գրեթե սարին ընդ տեսել եմ, ես էլ էի ընդ։ Հիմա ուզում եմ իմանալ, բայց իրանք ստեղ ինչի չեն գալի։ Այսինքն չեն ուզում որ իմպիչմենտ լի վարչապետին։ Ուրեմն չեն ուզում։ Այսինքն որ չեն ուզում, չի լինում։ Հետո ինչ անում, մնում է վարչապետ։ Որ մնում է վարչապետը ինչ անում։ Կիրակյորը հետո մա Հովանավան, կեսօր գնում է Փարիզ, չէ՞։ Εμείς գնում ալևետ հանդիպում, 1.5 միլիոն ադրբեջանցի։ Պայմանավորվում 1.5 միլիոն ադրբեջանցի բերում, հետո Ամերիկա թուղթաստորագրում որ մեղրին հանձնում է Ադրբեջանի, այդ անում, չէ՞։ Հետո որ եկավ հասարակությունների ինչ անելու։ Սա ձերբակալել է գնդակալը ինչ արել մինչև հիմա։ Էդ էլ անելու է, չէ՞։ Հիմա ասում եք իմպիչմենտը ինչ անելու։ Կարա ելնի, կարա չլնի, չէ՞։ Հիմա երբ որ իմպիչմենտը չի լինում, վարչապետը մնում է Նիկոլ Փաշինյանը, ինքը սաղից գլուխ նուտում է, իշխանությունը հերթական անգամ զավթում է, նստում է երկիրը կործանում է։ Եթե իմպիչմենտը լինում է, դա խափանվում է։ Հիմա եթե մարդ կա, որ որևէ ջանք կարա գործադրի, ինչ պիտի անի։ Պիտի այդ ուղղությամբ պայքարի, չէ՞։ Հիմա ես տեղ նստած սենց լարվածությամբ իմ բնական հուզմունքով այդ մասին խոսում եմ, չէ՞։ Այդ նախագծի հեղինակ 34 падգամավորից մեկին սենց այս թեմայով խոսալուց լսել եք դուք։ Ես չեմ լսել։ Այսինքն նույնիսկ նախաձեռնողները սիրտները չի տաքանում սրա վրա հասկանում եք։ Այսինքն հիմա դուք չես կարող եք նույնիսկ համարեք մեղավոր, որ ձեր պատճառով Դավիթ Համբարձումյանը հայտնվեց Կալանավայրում։ Չէ, Դավիթ Համբարձումյանը խո իմ պատճառով չէ, Դավիթ Համբարձումյանը չէ, գիտակցված քաղաքական գործիչ են գիտակ շատ լավ հասկանում եմ դա, ես սա իրոնիայով եմ ասում։ Ստացվում է, որ ձեր գործունեությունը, որի նպատակն էր, որ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, հեռացրեցինք Դավիթ Համբարձումյանին, որտեղ հանությունը անտարբեր գտնվեց այդ ամեն ինչի նկատմամբ եւ հիմա էլ ինձ համար զարմանալիորեն իրենց ընդդիմադիր հրճակած մարդիկ, որոնք մտածում են գնան Արտաշ Սայմանյան
ինչ լրատվամիջոցների տասնյակ միլիոններ ծախսելով Ինչ ասեմ եմ, ինտերվյուներ տամ, Գլխար։ բայց ալարում են ձեր գործին ինչ որ ձևով օժանդակել։ Դա այդ դեպքում ինչ պետք է ասել։ Դա ասեմ ինչ կլի, հիմա իրաց թողնել են մասնակցեն ընտրություններին։ Հեսա կգա ընտրությունը, մեր ձևով շարժումն եք, չէ՞ ասում։ Ես խոբաբերս երեխա չենք հասկանում։ Այսօր գլխակները դրել են, նստել են սամարոտ գնացել Ամերիկա։ Այդտենց Հայաստանում իշխանապողություն անում։ Խին գնաց Ամերիկա։ Շատ իմանամ, ասում այսա կիմանաք ինչ են գնացել։ Թրամփի գրառումներով Ամերիկայի տեղ Արմենիա գրած գլխակները դրեն գնացին Ամերիկա։ Ասեք տենց իշխանապողություն ալելու։ Գա ընտրությունների ժամանակ պետք է մասնակցեք ընտրությունների, չէ՞։ Որպեսզի մասնակցեք, հարգելի գործընկերներ, պիտի ունենաք քաղաքական կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք։ Այդ տեխնացուներն է պիտի լինեն այդ դաշինքի ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի գրանցի եւ դաշինքներին եւ տեխնացուներին, չէ՞։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ձեզ տեղեկացնում է, կարող չգիտեք, գործող խառն եք Ամերիկայում եք, Ռուսաստանը գործերով եք բան։ Վահագն Հովակիմյանն է։ Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի լրագրողն եղել է, որ Նիկոլ Փաշինյանն եղել է հայկական ժամանակի խմբագիր։ Նրա օգնականն եղել է, որ Նիկոլ Փաշինյանն եղել ազգային ժողովի պատգամավոր։ Ինքն է դառել ազգային ժողովի պատգամավոր, երբ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր, Սահմանադրության փոփոխություններ ազգային ժողով ներկայացնելուց ինքն էր պատգամավոր։ Այդ հիմա ինք իրան ընտրելով դառել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Հիմա եթե մեր ձերով շարժման ցուցակը տանես 10 Վահագն Հովակիմյանը չգրանցի, դուք այդ ընտրություններին չեք կարող մասնակցեք։ Վահագն Հովակիմյանն է դրա համար որ չգրանցի ու չի գրանցելու։ Հիմա որ չգրանցեց, ինչ պետք է անեք։ Տրենգիկ բան։ Կարող բողոք հարկեք, չէ՞։ Ում Սահմանադրական դատարանին, չէ՞։ Այսօր իմ դատն էր այդ գործով։ Բայց Սահմանադրական դատարանին չէ, Սահմանադրական դատարան, որ բողոք հարկելուց ինքը արդարադատության շահերից որոշումներ կայացնի, չէ՞ Սահմանադրական արվը կայացնի։ Ինքը ձեզ դատի է տվել։ Հիմա ես ուզում եմ իմանամ լուրջ մարդիկ ինչ են մտածում, ինչ են անում։ Իմպիչմենտը համարում են, ասում են, դե հնարավոր չի էլի, Էմմա Պալյանը չի միանա այս նախաձեռնությանը։ Եվ քանի որ չի միանա, իսկ պետք չի իրան անհանգստացնել։ Ում է։ Մտ պատգամավոր Էմմա Պալյան էլ ասին։ Էմմա Պալյան, այս բաժակի մեջ էլ է բաժակա, գիտես 2000 դրամ կարժենա, մեջն է կարած ջուր լցես խմես, դրան էլ չես կարող անես։ Այդ խմբակցության պատգամավորների 69 մենք հասարակական ակտիվ գործունեություն ենք, առավոտից ցիրիկուն լրատվական դաշտը ուսումնասիրում ենք, տեսանյութերը նայում ենք, կարդում ենք, չէ՞։ ՔՊ խմբակցության պատգամավորների 69 պատգամավոր է։ Ցուցակը կարդամ ամենայն անկյուն, ես որ չեմ ճանաչում, պիտի որ դու չճանաչես էլի։ 45-ին պրոստը չես լսել։ Ես որ գնում եմ ընդ ընդունելության, այն աշխատակից կարծում եմ, պարոն Ղազարյան, Լիլիթ Կիրակոսյանը ձեզ չի ուզում ընդունի։ Ասում Լիլիթ Կիրակոսյանը ինչի պետք է ինձ ընդունի, պետք է պատգամավորներն ընդունեին։ Լիլիթ Կիրակոսյանն ով է, բայց պատգամավոր է։ Մտնում եմ ինտերնետում, հո էլ այ մարդ, պատգամավոր է։ Հիմա մենք ասում եմ Լիլիթ Կիրակոսյանը, չենք իմանում Լիլիթ Կիրակոսյանն ով է։ Բայց արդեն դրա կարծիքը գիտենք, այլ որ դուք գիտես դրա կարծիքը։ Բայց պետք է դες լստես Լիլիթ Կիրակոսյանին, բայց 34 հոգի պատգամավոր եք, հենց 34 հոգով հերթով սաղի կաբինետները գնացեք մտեք, ասեք արեստ է, աղջիկ, անունդ ի՞նչ է, Լիլիթ։ Լավ էլ անուն է։ Ազգանունդ ի՞նչ է, Կիրակոսյան, շատ էլ լավ ազգանուն է։ Դու էլեմենտասատեն եմ կարդացել ես Սահմանադրությունը, ազգային ժողովի կանոնակարգը, կառավարության գործունեության ծրագիրը։ Մենք կարդացել ենք վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն ենք։ Բայց որ դու կարդում ես ինչ ես մտածում։ Մտե աշխատանքը որն է դա, չէ՞։
4 ամիս է ես գնում եմ ազգային ժողովի ընդունարան, որ ԿՊ-ի պատգամավորի հետ հանդիպեմ։ Ես է գիտեմ, որ իրանք չեն գալու, իրանք գիտեն, որ չեն գալու։ Սա ես գիտենք, չէ՞, նախապես լրագրողները գալիս են, ձերոնք են եկել, լուսաբանել են։ Մի ընդդիմադիր պատգամավոր չի եկել, հետս կողքս կանգնի, ասի տենամ քեզ ով չի ընդունում, կազմակերպեմ այդ ընդունելությունը կայանա։ Երբ որ գիտեն, որ իմ ընդունելության գնալու նպատակը իմպիչմենտն է, իրանք էլ իմպիչմենտի նախաձեռնության հեղինակներն են, չէ՞։ Մեծամտածել են։ Չեմ էլ իմանում ինչ են ացել։ Բայց դες պայքար չի լինում, դες իշխանապողություն չի լինում։ Դրա համար էլ նա տենում է էլի դեմացը ինչա, ձեռը առնում, չէ՞, ասում ես մեր նանարներն ուր են, նանար ասում, ինչ ասում։ Ոսկե, չէ։ Ինչ է, ոսկե զարդեր, ինչ որ մի բան է ասում։ Դες մի հատ ինչ-որ բան ասում էլ, դες ձեռ, ինչ որ ասում է, խո իրական չէ, ձեռը առնում էլ, հեգնում է։ Իսկ ինչի է ձեռը առնում, որովհետև իրանք են իրանց դրել այդ վիճակի մեջ, չէ՞։ Ես որ ետում եմ ազգային ժողով խորհրդարանական լսումների, ինչ են անում։ 6 րոպե ունեմ, դա։ Ետում եմ 6 ժամ նստում եմ ընդ Իսագուլյան, 6 ժամ, 6 րոպե խոսալու համար։ Այդ 6 րոպե դրանց տունը քանդում է։ Դե դուք խոսալ գիտեք։ Բայց 34 պատգամավոր ես ասում է։ Անդեղ ես ընդամենը մի քանի հոգու անուն կարող եմ տալ։ Հայաստան դաշինքից ընդամենը 2 հոգու անուն կարող եմ տալ։ Մեկը ազգանունները քիշեցնես ինձ։ Չգիտեմ, անձնում մտածում եմ։ Երկու աղջնակներ են։ Մեկը աղջիկ է, մեկը կին է, երևի։ Քրիստինեն Ավարտանյան խանացից, Աննան Գրիգորյան, վերջ։ Որոնց ելույթների ժամանակ Նիկոլի ճնշումը բարձրանում է մինչև 220։ Իսկ եթե մի երրորդ տելել էր, մի քիչ կբարձրանար, բայց երկիրը կազատվեր։ Ցավոք սրտի այդ մեկը գանձ դստը գրեցին։ Գանձը մեր գանձերուր են, հա, ճիշտ է, այդ ասում։ Գանձը։ Մարդիկ մեզանից ձեռ առնում են մեր հերոստատիտողները։ Դե քանի որ այսօր ուրբաթ է ինչ որ բան կա ավելացնելու։ Ես ուզում եմ որ հասկանում եմ ձեր այս ամբողջ աշխատանքը այն ինչ որ դուք եք անում, ես անկեղծ եմ ասում, պարոն Ղազարյան։ Ես ապշում եմ։ Օրը 4-5 հատ ինտերվյու տարբեր տեղեր, ու այդ ամեն ինչը ոտքով, որի համար դուք ոչ մի բան չեք ստանում, ներողություն եմ խնդրում ես արտահայտությանս համար, բայց պայքարում եք եւ չի գալի պա որ ափսոսում եք այն էներգիան, որ դնում եք այս ամեն ինչ կազմակերպելու Ես բաղաչանանք ինչ պիտի անենք։ Չգիտեմ, դժվար է։ Դժվար է, բայց դե քանի ողջ ենք պիտի պայքարենք։ Դե այս լոզունգով էր սիրելի հերոստատիտող, բան չունեիք ասելու։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ես էլ եմ շնորհակալ այս լոզունգով, այս կոչով ժողովուրդ ուշքի եկեք։ Հավատացեք, եթե դուք ինքներդ կամենայիք եւ ինքներդ այդ գործին գնայիք, օրինակ ես կուզենայի որ Էդգարը մի հատ բան բացեր աջակիցների ոնց են ասում, ասում են ինչ են ասում ես որ բացում են խումբ ու ինչքան մենք մարդիկ կայինք նախ անդամագրվենք այդ աջակիցների ամբողջ խմբին երբ որ դրանք կազմեն 25-30 հազար եկեք պայմանավորենք որ 25-30 հազարով գալիս ենք աջակցելու Էդգար Ղազարյանին ես վստահ եմ պարոն Ղազարյան եկեք մի հատ անենք էլի դուք բացեք մի հատ խումբ հաջորդ շաբաթ կհանդիպենք այդ խմբի մասին եթերով կասենք ու բոլորս փորձենք անդամագրվել այդ ձեր աջակցման խմբին գուցե մարդիկ այդտեղով սկսեն շարժվել հա մարդիկ որտեղ ամեն ինչ անում են հեռահար հələ տեսնենք Էդգար Ղազարյանի գործնեության աջակցող խմբի քանակը ինչքան է հավաքում եւ ըստ այդմ որոշենք ինչ-որ բան ձեռնարկել այս տարի ամսի 26-ին որ խորհրդարանական լսումներ էր իմպիչմենտի թեմայով ես էլ հելա կոչ արեցի ասի սիրելի ժողովուրդ հələ եկեք հավաքվենք ազգային ժողովի դիմաց էկրանել ենք դրել պայմաններ ենք ստեղծել ի աջակցություն իմպիչմենտի գաղափարին 1000 հոգի մարդեր եկի ունես չէ որ տեղյակ չեն եղել մենակ իմ տեսանյութը մի օր առաջ որ ես լայվով կոչ եմ անում 70,000 մարդ նայել է մենակ Facebook-ում էլ չեմ ասում ասենք եթե 100,000 մարդ տեղյակ է ու չի գալի նշանակում է չի աջակցում չէ հիմա ասենք հաղորդումները նայում են հիմա այս պահին նստած 500 մարդ նայում է մինչև շաբաթ օրը կլինի 20,000 չէ դե
Խելոք բաներ ենք ասում, լսում են, էլի։ Ես էլ եմ խելոք բան լսեմ, ուշադիր կլսեմ։ Հիմա անտիֆեյքի Ղազարյան versus Ղազարյան հաղորդում Հայաստան տես մարդ չկա որ նայած չլինի։ Հետաքրքիր է նայում են, էլի։ Բայց իրական աջակցություն ըստ էության, որ վերածվի քաղաքական process-ի, երբ որ գալիս է բան, հենց չէ որ ասեմ ես մենակ խոսում եմ, այն ինչը հանրահավաkel եմ նախաձեռնել, քանի անգամ եմ արել։ Նստած սպասում են։ Դե նստեք սպասեք, ասենք թուրքերը որ եկան հիմա Ստեփանակերտցիներին 2022 թվին գնացի Արցախ եկա, Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի, ասի սիրելի ժողովուրդ, ձեզ Լաչինից որ հանեն Ստեփանակերտից հանելու են։ Այդ պայերներ որ Լաչին ուզում էին հանձնեին։ Ասում եմ Ստեփանակերտ, եթե մարդ կա որ ավտո ունի, 5 լիտր բենզինի փող ունի, 10 Ստեփանակերտից Լաչին, 10 լիտր բենզինով ամենաշկայել այդա գալ։ Ով 5 լիտր բենզինի փող ունի, ավտո ունի, նստեք հիմա այդ ավտոն, գնացեք Լաչին, ինչքան դատարկ տուն կա, ցելոֆանը խփեք, լույսերը վառեք, նստեք, որովհետև դուք որ ընդել եք, ռուսներն էլ են մնալու։ Լաչինը որ մնաց, կյանքը շարունակվելու է։ Եթե մեզ Լաչինից հանին, Ստեփանակերտից հանելու են, Լաչինից դրա համար են հանում։ Ասել եմ։ Մի ընտանիք եղել է, որ ավտո ունի 5 լիտր բենզին, ասես մարդ խելոք բան ասում, կան այդամ Լաչին, չի գնաց, հիմա դրանք ուր են։ Աստված գիտի։ Դե սիրելի ըստատող այսօր ուրբաթ է, շաբաթ կիրակի հանգստացեք, կհանդիպենք երկուշաբթի, բայց այս օրերը մի անցկացրեք իզուր։ Ինքներդ ձեր մեջ քննարկեք, թե ինչ է տեղի ունենում։ Օրինակ ես կարող եմ առաջարկել, հա, որ կիրակի օրը եկեք բոլորս, չէ։ Հովանավանքը պետք է վերահոսվի, տենց են ասում, պետք է անպայման թե Մենակ հովանավանք, ցանկացած եկեղեցի շունը մտա պետք է օծվի։ Շունը անասունը ցանկացած հիմա գնալ որպես եկեղեցի, մենակ սատանիստները կարան, ոնց որ Ժորժան, սպասենք, կարող է այդ ասել, կարող է ուրիշ առաջարկ, բայց չարժե իզուր տեղը հիմա սատանիստների հետ, սատանաների հետ, որոնք նաև զարթել են Հայաստանում իշխանությունը, գնալ այդ բախմանը։ Բայց գոնե ամեն մեկը գնացեք այլ եկեղեցի, օծյալ եկեղեցի եւ մասնակցեք նորմալ հայրաքելական սուրբ եկեղեցու պատարակներին։ Դե, հնարք բարյավ կհանդիպենք